Ընկեր Ստալին, էներ դուլե ընգնես քո թախտեն, որ մեր երգիր չտայի թուրքի բերան։ Հաշվի ճանաչող 3 հոգի հաշվում էին, 2 հոգի հանրապետականից, 1 հոգի օրինաց երկրից, առավել ևս ամբողջ ընդդիմությունը, որպես իրենց 2 հանձնաժողովի անդամների փոխարեն նորից հաշվում են։ Այդ ինչ են ասում, որ հավատացնում են, Այսի ինչ են ասում։ Երևի հաց են ասում, հող են ասում, կռիվ չեն ասում, ծովից ծով չեն ասում։ Ողնաշարը ջարդած ժողովուրդ է, ոնց ասես կխապեն։ Պապը ոնց խափես, Գյորգ, քոնալի սոված չէր, աղի պես մարդ էր։ Չգիտեմ, Հայկ փոքր ժողովուրդը ապրելու իրավունք չունի։ Եվ իմ կարծիքով ես էլ եմ համաձայն, դուրը մենք ենք փակել դեպի Եվրոպա, որ Եվրոպան չի փակել, մենք փակեցինք դուրը։ Եվ այդ դուրը բացելու համար իմ կարծիքով նոր քաղաքական ուժ է պետք, որովհետև ես չեմ տեսնում իսկապես այդ արժեքներին դավանող քաղաքական ուժ։ Մի լավ մտածիր, ամերիկացի զինվոր գա այստեղ քեզ համար կռիվ կանի։ Нас никто в таможенный союз не приглашал. Մաքսային միություն Հայաստանին ոչ ոք չի հրավիրել եւ Մաքսային միության օգտին ընդունած որոշումն ամբողջովին գիտակցված եւ կշռադատված քայլ է։ Լավ, ասենք ռուսական բանակը եկավ կարմիր դրոշով։ Ինձ ու Սուրմելյանին էլ կախեցին։ Հետո ինչ է լինելու։ Հա, ամենակարևորը քեզ ու Սուրմելյանին կախելն է։ Չէ, Հայկ, կախելը կկախեն, քեզ էլ մեզ հետ։ Ամոթ է, ամոթ։ Ազգային ժողովի համար ամոթ է, որ նման պատգամավորներ կան այս դահլիճում նստած։ Ապրիս, Զորանս, ուրիշ շնորհք ունիս։ Որ այլ ընտրակ չունեն, իրենց մտավոր կարողությունները չի հերիքում, որպեսզի այլ ձևաչափ օրենքի շրջանակներում կազմակերպեն։ Փորձում են խարդախությամբ, նենգությամբ, անկարգությամբ տապալել մեր աշխատանքները։ Շունսին մարիֆատին չէ, ոտը վերվերուց տրեց։ 77 կողմ դեմ ձեռնպատ չունենք։ Տղա դու հայից թե թուրքի լամուկ։ Ժողովուրդ պետք է խելոքնա, որ ուժ ժողովի։ Ժողովուրդ պետք է ուժովնա, որ իր հողերին տեր կանգնի։ Քզի ոչ Ստալին հողքի դա, ոչ լե թուրք։ Որ քաջ է ինչ կսպասեն, արդեն ժամանակ է թող գա, մահպատերազ մի օր հասե, ով որ անվախ քաջ է թող գա, մահպատերազ մի օր հասե, ով որ անվախ քաջ է թող գա, ներց ասուն ներց արե սիփան, գռիվ կունենան կանխաբան, մինչև որ փրկեն Հայաստան, այս ուսուն է ցողը թողան։